Արվեստանոցներ, արվեստագետների ռեզիդենտ ծրագրեր, փառատոններ, ներկայացումներ, հոբելյանական համերգներ։ Հայաստան համահայկական հիմնադրամը հատուկ կարևորում է մշակութային կյանքի զարգացումը Հայաստանում։ Հայկական կինոարտադրության լավագույն ֆիլմերի թվայնացումից մինչև մշակութային կրթօջախների հովանավորում։ Այդ օրինակ նախաձեռնություններից էր աշխարհահռչակ շանսոնյե Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Համերգը կյանքի կոչվեց Հայաստան համահայկական հիմնադրամի, Ակվաբանկի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ, ներկայացնելով Շառլ Ազնավուրի սիրված երգերի երաժշտությունները սիմֆոնիկ կատարումների մեկնաբանությամբ։ Պրեմիերայի շրջանակում առաջին անգամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ թավջութակահար Կամիլ Թոմայի կատարմամբ հնչեցին Ազնավուրի ստեղծագործությունները, որոնք ձայնագրվել էին աշխարհահռչակ Դոյչե գրամաֆոնի պիտակի ներքո։ Ծրագիրն իրականացվել է Ակվաբանկի վիզա բարերար քարտերով կատարված անկանխիկ գործարքներից գոյացող միջոցներով։ Բյուջե՝ շուրջ 46 միլիոն ՀՀ դրամ, 115,000 ԱՄՆ դոլար։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության և Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2024 թվականի հունիսի 7-ից 14-ը Երևանում կայացավ կարճ ֆիլմերի 1 կադր միջազգային 22-րդ փառատոնը։ Փառատոնն անցկացվում է 3 անվանակարգերով՝ 1 կադր 1 րոպե, կարճ ֆիլմեր, կինո առանց սահմանի և 0 բյուջե, որի շրջանակում հիմնադրամի կողմից տրամադրվող մրցանակային գումարը տրամադրվում է մրցանակակիր նախագծի առաջխաղացման համար, բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մասնակիցներ՝ 17 երկրից 510 ֆիլմ։ Ծրագիրն իրականացվել է Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Բյուջե՝ շուրջ 1,5 միլիոն ՀՀ դրամ, 3800 ԱՄՆ դոլար։ Հիմնադրամն աջակցել է նաև 2024 թվականի հոկտեմբերի 20-ից 26-ը Երևանում կայացած Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնին։ Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել պրեմիերաներ, անցկացվել են անիմացիոն ֆիլմերի շուկա, կոմիքսների ցուցահանդես, վարպետության դասեր, հետաքրքիր հանդիպումներ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների հետ։ Հատկանշական է, որ հիմնադրամի ֆինանսավորված անվանակարգում առաջին տեղին արժանացած ռեժիսոր Նատալիա Միրզոյանի «Մարտին ձմեռ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ սույն թվականի մայիսին Կաննի 78-րդ կինոփառատոնում։ Մասնակիցներ՝ 35 հեղինակավոր ներկայացուցիչ, 250 անիմացիոն ֆիլմ։ Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով։ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի խաղացանկը համալրվեց նոր պրեմիերաներով։ Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան», Հանս Քրիստիան Անդերսոնի «Ծերուկն իր գործը գիտի» և Սոս Սարգսյանի 95-ամյակին նվիրված իր ձեռամբ Լակոտը վիպակի ներկայացումներով։ Երեխաների և տարիքից անկախ հոգով մանուկների համար նախատեսված «Տերն ու ծառան» Նարինե Գրիգորյանի բեմադրած առաջին հեքիաթն է։ Իսկ Լակոտը ներկայացումը նրա և Անդրանիկ Միքայելյանի համատեղ բեմադրությունն է, ով նաև ներկայացման գլխավոր դերակատարն է։ Ծրագիրն իրականացվել է Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից։ Գյումրու Մուշ 2 թաղամասում հիմնադրամի կողմից նորակառույց բնակարանների արվեստանոցներ են այցելում բազմաթիվ արվեստագետներ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստան համահայկական հիմնադրամի և Արտ Բազիս արվեստային և կուրատորական անկախ նախաձեռնության համագործակցությամբ։ Գործող արվեստանոցներն արդեն հասցրել են հյուրընկալել բազմաթիվ արվեստի գործիչների թե արտասահմանից և թե Հայաստանից։ Մասնակիցներ՝ 30 արվեստագետ։ Հայաստան համահայկական հիմնադրամը շարունակում է ֆինանսավորել Հայաստանում Արցախի Պարի պետական համույթի 1 տարվա գործունեությունը Հայաստանում։ Տրամադրված աջակցության շնորհիվ համույթը շարունակում է իր բնականոն աշխատանքը և մասնակցում բազմաթիվ համերգների, փառատոնների ու միջոցառումների։ Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի տեղական մարմնի կողմից։ Բյուջե՝ շուրջ 58 միլիոն ՀՀ դրամ, 150,000 ԱՄՆ դոլար։